Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ողջույն սիրելի հյուրեր, ողջույն Սարգիս։ Բուն TV-ի եթերում Բուն բանավեճ հաղորդումն է։ Բարև ձեզ հարգելի հյուրեր, ես հիշեցնեմ, որ Բուն բանավեճը մի հարթակ է, որտեղ մեր փորձագետները, հանրային դեմքերը քննարկում են Հայաստանի առջև ծառացած խնդիրները, հայաստանյան հանրությանը հուզող թեմաներ։ Եվ հիշեցնենք, որ այդ հարթակին կարող են մասնակից դառնալ նաև մեր հեռուստադիտողները։ Դրա համար պետք է այցելեն Բուն TV-ի սոցիալական հարթակներ, Facebook եւ Instagram, նայեն թե որն է մեր հաջորդ հաղորդման թեման եւ մեկնաբանություններում գրեն իրենց հարցերը։ Հարցեր, մեկնաբանություններ շատ կարևոր է, խնդրում ենք մասնակցեք, գրեք ձեր հարցերը, գրեք մեկնաբանությունները, իսկ այսօր քննարկելու ենք շատ հետաքրքիր մի թեմա։ Մենք բոլորս ապրում ենք Հայաստանում, խոսում ենք հայերեն, վճարում ենք հարկեր, բայց մենք բոլորս տարբեր ենք, բազմազան։ Այդ տարբերությունը երբեմն նկատելի է անզեն աչքով, բայց երբեմն մնում է համայնքների ներսում։ Մենք այսօր ուզում ենք խոսել մեր մասին։ Իսկ մեր երկրի մայր օրենքը մեր բոլորի մասին հստակ սահմանում է։ Բոլորը հավասար են օրենքի առաջ։ Իսկ խտրականությունը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից կամ անձնական ու սոցիալական բնույթի այլ հանգամանքներից արգելվում է։ Եվ ինչպես հայտնի ասացվածքն է ասում, չիմացությունը վախ է ծնում, որից էլ դաժանությունն է ծնվում։ Հետևաբար մենք նախ եւ առաջ պիտի ճանաչենք մեր կողքին ապրող, մեզնից տարբեր ինքնություններ ունեցող մարդկանց։ Ներկայացնենք հյուրերին, իրավունքի կողմ հասարակական կազմակերպության հիմնադիր Լիլիթ Մարտիրոսյան, բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Մուրադ Շամոյան, բարև ձեզ, շնորհակալություն ներկա լինելու համար։ Իպրես կայքի գլխավոր խմբագիր Յուրի Մանվելյան, բարև ձեզ, պարոն Մանվելյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եվ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյան, բարև ձեզ, շնորհակալություն։ Եվ այսպես սկսում ենք մեր հաղորդման առաջին փուլը եւ մինչ առաջին փուլին անցնելը ներկայացնենք նաեւ կանոնները։ Այո, առաջին փուլի կանոնները յուրաքանչյուր հյուրին կտրվի 1 հարց եւ հյուրը իրավունք ունի կարող է այդ հարցին պատասխանել 3 րոպեի ընթացքում։ Շատ կարեւոր է, որպեսզի հյուրերը չընդհատեն միմյանց, 2 անգամ ընդհատելուց հետո այդ մարդը կզրկվի պարզապես ձայնի իրավունքից, բայց նաև շատ կարևոր է, որ մենք բացառում ենք վիրավորանք հասցնելը, վիրավորանք հասցնելու պարագայում անմիջապես այդ անձնավորությունը հյուրը նույնպես կզրկվի ձայնի իրավունքից։ Վստահ եմ, որ այդ կանոնները կիրառելու անհրաժեշտություն չի առաջանա, բայց մեր պարտավորությունն է հիշեցնել այդ կանոնների մասին։ Եվ այսպես, պարոն Շամոյան, սկսենք ձեզնից։ Եզդիական համայնքը ներկայացնելու կարիք կարծում եմ Հայաստանում չկա, շատ լավ ճանաչելի, շատ լավ ինտեգրված, Հայաստանը իր հայրենիքը համարող համայնք է եզդիական համայնքը եւ կարծես թե որևէ խնդիր չունի մեր հասարակության մեջ։ Ամեն ինչ այսպես անամպ է, ինչպես ներկայացրեցի, թե կան խնդիրներ, որոնց մասին հասարակությունը պարզապես ընդունված չէ խոսել կամ մենք տեղյակ չենք դրանց մասին։ Եվ ժամանակը գնաց, դուք 3 րոպե ունեք։ Այո, եզդիական համայնքը Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության համայնքն է, ինչպես գիտեք, եւ պատմականորեն եզդիական համայնքը ձևավորվել է դեռևս 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ոչ մուսուլման ժողովուրդների նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների հետևանքով եւ եզդիներն էլ հայ ժողովրդի հետ միասին ստիպված եղավ անցնել Արևելյան Հայաստան ու արդեն 100 տարուց ավել եզդիական համայնքը ուրույն տեղ է զբաղեցնում Հայաստանի հանրային հասարակական միջավայրում եւ համայնքը անցել է նաեւ պատմական զարգացման բոլոր этаպներով։ Այսօր այո Հայաստանում եզդիական համայնքը իր ուրույն տեղը զբաղեցնելով փորձում է մասնակիցը լինել Հայաստանում տեղ ունեցող բոլոր կարևոր հասարակական քաղաքական գործընթացներին։ Այնուամենայնիվ համայնքը շատ հաճախ, քանի որ տարածված է այն տեսակետը կարծիքը, որ ընդհանրապես Հայաստանում լավագույնս պաշտպանվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները, այդ թվում նաև այդ կարծիքը տարածված է հենց նաև եզդի համայնքի վերաբերյալ, բայց այստեղ կա նաև թյուր ընկալում, որ շատ հաճախ այս տեսակետը այնքան տարածում է գտել, որ հաճախ տեղ չի թողնում խնդիրների մասին խոսելը ինքնին արդեն խնդրեմ է դառնում, որովհետև այո, ընդհանուր առմամբ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար կամ եզդի համայնքի համար խաղաղ համակեցության միջավայր, այսինքն
համայնքի զարգացման համար պայմաններ որոշակի առումով ապահովում են, հա, բայց այնուամենայնիվ գտնում եմ, որ հաճախ գերադրական աստիճանի այն տեսակետը, որ առհասարակ համայնքը չունի որևէ խնդիր կամ Հայաստանում եզդի համայնքը լավագույնս է պաշտպանվում եզդի համայնքի իրավունքները, հաճախ նաև համայնքի ներսից խնդիրների մասին խոսացողների համար բարիերների է հանգեցնում եւ այս իմաստով իհարկե ես համաձայն լինելով, որ ընդհանուր առմամբ վիճակը այդքան էլ վաճ է, բայց այնուամենայնիվ համայնքը ունի նաև մի շարք խնդիրներ եւ այդ խնդիրները կարիք ունեն բարձրաձայնվելու, դրանց մասին պետք է խոսել, անկախ նրանից, թե ինչպիսի մոտեցում կա, հա, հանրային լայն շրջանակներում, այնուամենայնիվ պետք է տեսնել, որ իրոք համայնքում նաև կան խնդիրներ եւ խոսել այդ խնդիրների մասին։ Մեր հաղորդման այս թողարկումն էլ հենց միտված է դրան, որ խոսենք այն խնդիրների մասին, որոնց մասին ընդունված չէ խոսել։ Ներողություն եմ խնդրում, այնպես որ խնդրում եմ բարձրացրեք այդ խնդիրները, եթե կան, մենք դեռ հնարավորություն կունենանք։ Տիկին Մարտիրոսյան, այն համայնքը, որը դուք եք ներկայացնում, լայն հանրության շրջանում, այսպես տարբեր միֆեր կան կապված այդ համայնքի հետ, երբեմն նաև ատելություն, բայց անգամ LGBTQ համայնքի ներսում տրանսգենդերները առանձնանում են։ Իրենց խնդիրներով, այն խնդիրներին, որ իրենք են բախվում, ձեր գնահատմամբ մերօրյա Հայաստանում, որքանով է Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը արձագանքում նման խնդիրներին, ինչ կարող եք ասել։ Շնորհակալություն հարցի համար։ Պետք է թվարկեմ մի քանի խնդիրներ, որ տրանս համայնքը բախվում է։ Մենք խոսում ենք LGBT համայնքից, սակայն տրանսգենդեր անձիկ ավելի խտրականացված են, կրկնակի խտրականացված են, ու հասարակությունը մինչև հիմա չի տարբերում գենդերային ինքնություն ու սեռական կողմնորոշվածությունը, որ իրարից տարբեր են։ Նախ սկսեմ նրանից, թե ինչ խնդիրներ կան Հայաստանի Հանրապետությունում, որոնց բախվում է տրանսգենդեր համայնքը։ Սկսած տարրական կրթությունից, երբ որ տրանսգենդեր համայնքը չի կարողանում ավարտել դպրոցը կամ ընդունվել համալսարան։ Մենք տարատեսակ ուսումնասիրություններ ունենք, հետազոտություններ ունենք, որի ընդհանրապես տրանսգենդեր համայնքի ընդհանրապես 1%-ն է կարողացել ավարտել համալսարանը։ Ինչպես նաև խտրականություն սոցիալական մեդիայում, խտրականություն հասարակության տարբեր քննարկումների մեջ, ինչպես նաև միշտ շոշափվում է տրանսգենդեր համայնքի խնդիրները քաղաքական տարբեր ենթատեքստերում, բանավեճերում, ասուլիսներում, միշտ տրանսգենդեր համայնքին ներքաշում են տարբեր քաղաքական քննարկումների մեջ, մասնավորապես տարբեր ընտրությունների ֆոնին, հա։ Հայաստանը միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև ստորագրել է փաստաթուղթ եւ տվել է իր համաձայնությունը պաշտպանելու մարդու իրավունքները։ Երբ որ տարբեր պետական պաշտոնյաներ ասում են, որ Հայաստանը ապահով է զբոսաշրջիկների համար, դա չի վերաբերվում տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչներին։ Ինչքանով է հասարակությունը հիմա պատրաստ ընդունել, տեսնել Երևանի փողոցներում կամ առհասարակ մարզերի փողոցներում տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչներին։ Պետությունը պարտավորվածություն պետքա վերցնի պաշտպանելու բոլոր քաղաքացիներին, այդ թվում տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչներին, որոնք մաս են կազմում հասարակությանը։ Մինչև հիմա պետությունը չի ընդունել հակախտրականության օրենք, որպեսզի LGBT համայնքի ներկայացուցիչներն իրենց անվտանգ զգան։ Խտրականությունը Հայաստանում այնքան բարձր է, որ յուրաքանչյուր եւ ոստիկանական համակարգում եւ կրթական համակարգում տրանսգենդեր անձիկ բախվում են անընդհատ խտրականության։ Մենք դուրս ենք գալիս փողոց, թաքնվելով, դիմակներով, որ մեզ հանկարծ չնկատեն։ Դա վերաբերվում է ցերեկով, հա, երբ որ մենք անընդհատ նախընտրում ենք գիշերով դուրս գալ։ Տրանսգենդեր համայնքը նախընտրում է գիշերով դուրս գալ, որպեսզի չնկատեն իրենց, չխտրականացնեն, բռնության չենթարկեն։ Այսպիսի դեպքերը բազմաթիվ են մեր ուսումնասիրություններում եւ հետազոտությունների մեջ։ Շնորհակալություն։ Տիկին Հովհաննիսյան,
մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը առանցքային դեր ունի հավասար հնարավորությունները ապահովելու, խտրականության ենթարկված անձանց պաշտպանելու տեսանկյունից, նաև պարտավոր է արագ արձագանքել, եթե նման խտրական վերաբերմունք որևէ մեկը հանդիպում է այդպիսի վերաբերմունքի։ Եվ նաև խոսք գնաց պետության առհասարակ պարտավորությունների մասին եւ օրենքների բացակայության կամ գուցե կան այդ օրենքները, օրինակ խտրականության բացառման վերաբերյալ օրենքից նաև կուզեմ խոսեք, իսկապես չունենք այդ օրենքը, թե արդեն ընդունվել է, եւ նաև կուզեմ որոշակի վիճակագրական միգուցե տվյալներ ներկայացնեք, ինչ իրավիճակ ունենք, ինչպիսի ընդհանուր պատկեր ունենք, գուցե ձեր գրասենյակը ունի նման տվյալներ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ ցանկանում եմ ներկայացնել պաշտպանի լիազորությունների եւ աշխատանքային հիմնական ուղղությունները, ինչպես ազգային փոքրամասնությունների, այնպես էլ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության կոնտեքստում։ Կարևոր եմ համարում նշել, որ պաշտպանը 2025 թվականի տարեկան աշխատանքների իրականացման փուլում է այս պահին գտնվում, ներկայացնում է հաշվետվություն իր կատարած գործունեության վերաբերյալ եւ պետք է ընդգծենք, որ պաշտպանի աշխատանքային հիմնական ուղղություններից է եղել ինչպես ազգային փոքրամասնությունների, այնպես էլ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարել մի շարք գործողություններ։ Պաշտպանը ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ներպետական իրավասու պետական մարմինների հետ ակտիվ համագործակցություն վարելու միջոցով եւս բարձրացրել են խնդիրները, որը արդեն իսկ նշվեց։ Կարևոր եմ համարում նշել, որ պաշտպանը նաև շատ ակտիվ համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ եւ ազգային փոքրամասնությունների եւ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ, որոնք իրականացնում են առանձին աշխատանքային ուղղություններ։ Կնշեմ, որ խնդիրները ինչպես օրենսդրական բացերի, այնպես էլ խնդիրներ, որոնց բախվում են եւ ազգային փոքրամասնությունները եւ ԼԳԲՏ անձիկ, պաշտպանը ամփոփում է իր տարեկան հաղորդմամբ, ինչպես օրենսդրական բացերի վերաբերյալ է առանձնացված առանձին գլուխ, այնպես էլ ազգային փոքրամասնությունների շրջանակներում հանդիպող առանձին խնդիրների վերաբերյալ եւս հաշվետվություն ներկայացված է։ Նշեմ, որ վիճակագրական որոշակի տվյալներ այո առկա են, դրանք ավելի ամփոփ նաև մեր տարեկան հաղորդման շրջանակներում կներկայացվեն։ Կարող եմ նշել, որ ազգային փոքրամասնությունների կողմից պաշտպանի աշխատակազմ հասցեագրվել է 12 գրավոր եւ բանավոր դիմում բողոք, բայց դրանք մեծապես չեն վերաբերել խտրականության հիմքով դիմում բողոքները չեն ունեցել այդ բնույթը, այլ քաղաքացիական իրավական, քրեաիրավական կոնտեքստում են եղել։ ԼԳԲՏ անձանց կողմից եւս պաշտպանի աշխատակազմ հասցեագրվել են գրավոր եւ բանավոր դիմում բողոքներ, վիճակագրական տվյալները 15 գրավոր դիմում բողոք է հասցեագրվել, պայմանավորված նաև խորհրդապահական գաղտնիությամբ բնույթը նորից քաղաքացիական, քրեաիրավական բնույթի են եղել եւ չեմ կարող առավել մանրամասն ներկայացնել։ Նաև ուզում եմ նշել, որ պաշտպանը հատկապես 2023 թվականից հետո, ինչպես նշեցի, իր տարեկան հաղորդման շրջանակներում առանձին գլուխ նվիրել է հենց ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը։ Պաշտպանին առընթեր նաև հասարակական խորհուրդներ են գործում, որտեղ ընդգրկված են հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ եւ ներկայացնում են համայնքում առկա խնդիրները։ Ուզում եմ նշել, որ պաշտպանը հանդիսանում է այն օղակը, որը կարող է պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների կամ համայնքի ներսում առկա խնդիրները հասցեավորել եւ դրա շրջանակներում հրավիրել իրավասու պետական մարմինների ուշադրությունը առանձին հարցերի վերաբերյալ։ Այս պահին այսքանը, շնորհակալ եմ։ Դեռ հնարավորություն կունենաք անդրադառնալու այլ Շնորհակալություն։ Պարոն Մանվելյան, տեսեք, Տիկին Մարտիրոսյանը, մյուս այսպես ներկայացուցիչները այդ համայնքին ժամանակ առ ժամանակ ազգային փոքրամասնություններից ինչպես ներկայացվեց նոր խնդիրների մասին են խոսում եւ ես գիտեմ, որ ձեր, գլխավորած լրատվամիջոցը պարբերաբար անդրադառնում այդ խնդիրներին, փոքրամասնությունների խնդիրներին։ Մենք նոր լսեցինք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, այսպես արձագանքը թե ինչ է արվում ձեր գնահատմամբ։ Տեսեք, Տիկին Մարտիրոսյանը ասում է, մենք ցերեկով վախենում ենք դուրս գալ փողոց, որովհետև կարող է պարզապես հարձակվեն մեր վրա եւ բռնության ենթարկեն։ Ձեր գնահատմամբ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունները որքանով են արդյունավետ արձագանքում այս խնդիրներին, որպեսզի մարդը ցերեկով ենթադրենք դուրս չգա փողոց ու իր վրա ուղղակի հարձակում չլինի։
Տեղ-տեղ գուցե իշխանությունը պետք է չարձագանքի, որովհետև իշխանությունը երբ որ ինչ-որ հարցերին արձագանքում է, իշխանություն ասելով ոնց պետք է արձագանքի, այսինքն ոստիկանությունը, ուժային կառույցները, ոստիկանությունը եւ ուժային կառույցները մնացած հանդիսանում են մարդու իրավունքների խախտման մեծագույն աղբյուրը։ Իրանք հենց հասկանում եք, խնդիրը հենց ձևակերպումների մեջ էլ է, որ երբ որ ինչ որ մարդկանց դասում ենք փոքրամասնությունների, նշանակում է, որ պաշտպանված լինելու համար, այսինքն ենթադրվում է, որ ինչ որ մեծամասնություն կա, այսինքն դու խոսում ես մեծամասնության տեսանկյունից, մեծամասնության անունից եւ որպեսզի ավելի պաշտպանված լինես, կպի մեծամասնություն, եղիր մեծամասնություն, այլ ոչ թե փոքրամասնություն։ Ոնց որոշեցինք, որ ինչ որ մի բանը փոքրամասնություն է, ինչ որ բանը այդտեղ ձևակերպումների մեջ խնդիր կա եւ առհասարակ սրա մասին խոսալու լեզվի խնդիր կա, ինչպես լսեցինք օմբուդսմենի, օրինակ օմբուդսվումենի գրասենյակի ներկայացուցիչ շատ ընդհանուր լղոզված արտահայտություններ եւ մամուլի խնդիրն էլ է այդ, որ քննիչի լեզվով ենք խոսում, իսկ խնդիրները առհասարակ այդ չեն ձևակերպում այդ լեզվով, դա խնդիրները լղոզելու ձև է։ Իշխանությունը անընդհատ Իսկ կներեք, ինչպես պետք է օմբուդսմենի գրասենյակը նշեր, որ դուք չասեք, որ գիտեք, լղոզում եք խնդիրները։ Ես չգիտեմ ինչ պետք է աներ, կարանք վերջի պրես ռելիզները տենանք ՄԻՊ-ի գրասենյակի, երբ որ, չգիտեմ, կամ բանակի օրվա առիթով եռաբլուր այցելելը եւ մնացածը, այսինքն դա առհասարակ ընդհանրապես ոչ միայն հիմա ասենք ՄԻՊ-ից ենք խոսում, բայց բոլոր կազմակերպությունների խնդիրն է դա եւ անհատների, ովքեր զբաղվում են մարդու իրավունքներով, այդ ինքնագովազդի հարց կա, որը որ ռեսուրսատար է, այսինքն փոխանակ զբաղվում են իրանց բուն աշխատանքով, իրանք զբաղվում են ինքնագովազդմամբ։ Ասենք մեզ չի հետաքրում, երբ որ իրավապաշտպանը, ասենք իր ռեսուրսը ծախսում է բանակին գովերքելու կամ ինչ որ խնդիրը այն է, որ բանակը հանդիսանում է, բանակում հայտնված մարդը արդեն խոցելի խումբ է։ Մենք անվանում ենք բանակում հայտնված մարդուն փոքրամասնություն թե չէ։ Բանտում հայտնված մարդուն անվանում ենք փոքրամասնություն թե չէ։ Հոգեբուժարանում եւ այդ մնացած փակ հաստատություններում գիշերօթիկում մանկատանը հայտնված մարդիկ։ Իրանք անընդհատ խտրականության մեջ են։ Հա, այդ խտրականությունը կարող է սրվել ազգային պատկանելիությամբ, գենդերային եւ մնացածով։ Բայց արդեն մարդը, որ հայտնվում է այդ ոստիկանական բաժանմունքում, ինքը արդեն խոցելի խումբ է հանդիսանում։ Հենց այս պահին, հենց այս վայրկյանին։ Սիրելի հյուրեր, մեր հաղորդման երկրորդ փուլը ենթադրում է ձեզ տալ հնարավորություն մեկական հարց ուղղել մասնակիցներից մյուսներին։ Հետևաբար դուք կարող եք այս առիթը օգտագործել եւ այս բանավեճի թեման շարունակել։ Ես հիշեցնեմ կանոնները, Աննա, այդ երկրորդ փուլի 30 վայրկյան նախատեսված է հարցի համար, 3 րոպե պատասխանի եւ հարց տվողը պատասխանից հետո եւս 30 վայրկյան ժամանակ ունի, եթե ինքը ցանկանում է արձագանքել պատասխանին։ Պարոն Մանվելյան, խնդրեմ, դուք կարող եք հարց ուղղել։ Խնդրեմ ուղղեք ձեր հարցը օմբուդսմենի գրասենյակին, եթե ցանկանում եք։ Ինչի է մարդու իրավունքների պաշտպանը այցելում եռաբլուր եւ դրա մասին պրես ռելիզ տարածում, օրինակ։ Ինչի է դա կարևոր հանրության եւ հասարակության համար։ Եվ ոնց է դա առնչվում բուն այդ գործառույթի հետ, իրավապաշտպանության հետ։ 3 րոպե ունեք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես իրականում կարող եմ նշել հետևյալը. պաշտպանի աշխատանքային գործունեության ուղղություններից է նաև հաշվետվությունը եւ թափանցիկությունը հանրությանը։ Եվ ինչպես ես արդեն նշեցի, այն աշխատանքային ուղղություններով, որով պաշտպանը գործունեություն է իրականացնում, ունի որոշակի հաշվետվություն ներկայացնելու հանրությանը։ Եվ դա ենթադրում է ինչպես օրինակ տարեկան հաղորդման մեջ ներառելու ԼԳԲՏ անձանց կամ ազգային փոքրամասնությունների առարկայական խնդիրները, նախորդի ելույթի ընթացքում նաև խոսվեց այն մասին, որ առարկայական չներկայացվեց, քանի որ ժամանակային որոշակի սահմանափակում կար։ Ես հիմա կարող եմ նշել նույն ազգային փոքրամասնությունների վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ գրված է ինչպես նրանց լեզվի պահպանման կարևորության, մշակութային պահպանման կարևորության առարկայական հարցերը, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության շրջանակներում օրինակ բռնության կանխարգելման կարևորության, հասարակության հանդուրժողականության վերաբերմունքի ձևավորման շրջանակներում ուղղության կարևորությունը,
աշխատանքային առանձին ուղղություններով իրականացվում են բազմաթիվ քայլեր, կարող եմ նշել պաշտպանի իրազեկման աշխատանքների կարևորությունը եւ նաեւ հրապարակային այդ ամենը ներկայացնելը ունի նաեւ իրազեկման կարևոր նշանակություն։ Պաշտպանը այցեր իրականացնելով բազմաթիվ մարզեր կամ հանդիպումներ դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում ներկայացնում են իրազեկման հիմնական ուղղություններ, այդ թվում նաեւ ատելության խոսքի կանխարգելման կամ հանդուրժողականության վերաբերմունքի ձևավորման կարևորությունը, ուստի ոչ քիչ կարևոր է նաև դրա մասին հրապարակային ներկայացնելը, որպեսզի հանրությունը եւս տեղյակ լինի, թե պաշտպանը իր գործունեությունը ինչ ուղղություններով է իրականացնում։ Եվ դա ունի ինչպես իրազեկման կարևոր նշանակություն, այնպես էլ թափանցիկություն հանրության առաջ, տեսնելու թե պաշտպանը աշխատանքային ինչ ուղղություններով, ինչ գործունեություն է իրականացնում։ Առավել առարկայական մեր պաշտոնական կայքեջում հասանելի է մեր գործունեության տարբեր ուղղություններ։ Մենք ոչ միայն հրապարակում ենք տարեկան հաղորդման շրջանակներում առարկայական խնդիրները, այլ պաշտպանը նաև հրապարակային է հանդես գալիս բազմաթիվ ելույթներով։ Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում եւս թիրախավորված ներկայացվում են խնդիրները, որոնց բախվում են եւ ազգային փոքրամասնությունները եւ ԼԳԲՏ անձիկ։ Օրենսդրական բացերի տեսանկյունից, այո, նաև ազգային փոքրամասնությունների մասին օրենքի խտրականության կանխարգելման եւ խտրականությունից պաշտպանության մասին օրենքի ընդունման կարեւորության մասին եւս պաշտպանը բազմիցս ներկայացրել է եւ միջազգային գործընկերներին եւ ներպետական իրավասու պետական մարմինների հետ հանդիպումների ընթացքում ներկայացվել այն հիմնական ուղղությունները, որոնց շրջանակներում անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ եւ բավարար միջոցներ։ Եվ քանի որ պաշտպանը նաև խնդիրները հասցեավորելու կարևոր լիազորություն ունի, ավելի քան կարևոր է այդ մասին ներկայացնել ինչպես հրապարակային, այնպես էլ իր առանձին ելույթների եւ հարցազրույցների ընթացքում։ Շնորհակալություն, պարոն Մանվելյան, ցանկանում եք արձագանքել։ Նույնն է, ինչպես ասեցի, հաղորդման կանոններին հետևելով արձագանքել։ Ինչքան 20 վայրկյան մնաց։ Լավ։ Նայեք, եւ պետությունը եւ իշխանությունը եւ իրավապաշտպանական կազմակերպությունները, քաղաքահասարակությունը այսպես կոչված շատ հարմար նստած են իրանց տեղերում, որտեղ գործում են առանց քննադատության մթնոլորտում։ Քննադատություն չկա, այսինքն ժամանակ չկա, թե չէ մի քիչ ավելի կմանրամասնել։ Լավ, հարցն է նա, որ մոտավորապես sense, օրինակ իշխանությունը հայտարարում է, որ բանակը սարքում է 1.5 տարի, իսկ քննադատությունը հնչում է, որ քննադատում են, որ կրճատում են օրինակ ծառայության ժամկետը, հա, պետքա սարքել 2 տարի կամ չգիտեմ ինչ։ Քննադատություն չկա, որ առհասարակ պետքա լինի կամավորական բանակ, այլ ոչ թե պարտադիր։ Չկա քննադատություն, որ պետքա սարքել մի տարի, կես տարի եւ կամ ընդհանրապես պարտադիր, ասենք, ժամկետային զինծառայությունը հանել։ Նույն իրավիճակում գտնվում է այդ քաղաքահասարակությունը եւ զանազան իրավապաշտպանական կազմակերպությունները։ Իրանք գործում են առանց քննադատության, փորձելով իրենցով փակել դաշտը։ Հարցն է, որ համայնքը չի ներկայացնում բոլորին։ Պետք է այդ հասկանալ, որ մարդիկ դուրս են մնում այդ զոնտիկի տակից։ Ոնց որ ես չգիտեմ, եթե համայնք ասելով ոնց պատկերացնենք, ոնց որ Ռուսաստանի հայերի համայնքը չի ներկայացնում Ռուսաստանի հայերին։ Դա պարզ է, չէ, պարզ միտք է։ Այդպես էլ յուրաքանչյուր համայնք լինի փոքրամասնություն, մեծամասնություն չի ներկայացնում բոլոր ներկայացուցիչներին եւ ով որ ներկայացված չի ինքը ավելի խոցելի վիճակում է գտնվում։ Շնորհակալություն։ Միգուցե հարցի հնարավորություն տանք Տիկին Հովհաննիսյանին, խնդրեմ։ Հատկապես որ այս պահին բոլորովին էլ որևէ մեկը տաքուկ սենյակում նստած չէ եւ մասնակցում է մի հաղորդման, որտեղ լսում է քննադատություն։ Համեցեք։ Ես կցանկանայի, որպեսզի մեր ներկայացուցիչները նշեին որևէ խնդիր, որը հանրության շրջանակներում պատշաճ չի ներկայացվել կամ խնդիրների են բախվում կոնկրետ հրապարակայնորեն դա ներկայացնելու կամ իրավասու պետական մարմինների ուշադրությունը կոնկրետ հարցերի վերաբերյալ հրավիրելու խոսքային խնդիրների մասին չի, որոնք թվարկվեցին, այլ նրանք, որոնք առավել խնդրահարույց են ներկայացնելը։ Պարոն Շաման, կոզեք անդրադառնալ այս հարցին։ Պարոն Մանվելյանը իհարկե նշեց, որ քաղաքահասարակությունը շատ հաճախ այդ կոմֆորտ զոնայում հաճախ մնում ու քննադատությունը քիչ է լինում եւ ես համաձայն եմ իրապես այդ տեսակետի հետ, բայց շատ հաճախ, եթե մեր տեսակետից խոսենք, քննադատությունը մեր համար նաև ռիսկային է դառնում եւ մենք նաև կոնկրետ դեպքեր ունենք, կոնկրետ իրավիճակներ ունենք, երբ որ քննադատության խոսք ասելը եւ սուր խնդիրների մասին խոսելը ընդհանուր կարող հանգեցնի քրեական հետապնդման, հա։ Իմիջիայլոց մենք հաջորդող փուլերում ունենք նաև անդրադարձել։ Ես նշեցի, որ
ընդհանուր իրավիճակը այնպեսին է Հայաստանում, որ խնդիրների մասին ազգային փոքրամասնությունների համայնքներից խոսացողները միանգամից կարող են թիրախավորվել, որովհետև այդ իշխող տեսակետը, որ եզրիները որևէ խնդիր չունեն, չգիտեմ, ազգային փոքրամասնությունների իրավունքները լավագույնս են պաշտպանված, ես ասացի, որ այդ արդեն ճանապարհը փակում է իրական խնդիրների մասին խոսացողների համար եւ քանի որ մեր հարգելի ներկայացուցիչ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի այդ կարևոր հարցը բարձրացեց, թե ինչ իրական խնդիրներ ունենք, ես կարող եմ մատնանշել հենց այն ամենակարևոր երևի այն սուր խնդիրը, որի առաջ այս պահին մենք որպես համայնք եւ նաեւ որպես կազմակերպություն, իրավապաշտպան կազմակերպություն կանգնած ենք, մենք ունենք վախ իրական խնդիրների մասին խոսելու, որովհետեւ չի բացառվում, որ մեր նկատմամբ եւս կարող է այդ նմանատիպ քրեական հետապնդում իրականացվել, ինչպես որ օրինակ իմ ընկերոջ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ որին անդրադառնալու ենք հաջորդ փուլում։ Միայն այն բանի համար, որ շատ սուր քննադատական խոսք է հնչեցրել Հայաստանում եզիների իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ, վկայակոչելով տարբեր տարիներին տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումները եւ ամբողջ մեղադրանքը կառուցելով նրա վրա, որ իրականությանը իբր չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվել, ազգամիջյան թշնամանքի հոդվածով մարդը 2 տարուց ավել նաեւ մնալով, պայքարելով եւ հասկանալով նաեւ, որ գուցե բախվում է արդարադատության իրական արդարադատության հասնելու խոչընդոտների անհնարինությանը, այո, ի վերջո ստիպված է լինում նաև լքել, ցավալի բան եմ ասում, բայց ստիպված է լինում նաև լքել Հայաստանի Հանրապետությունը եւ սա իրական նաև շատ կաշկանդող եւ chilling effect, այսինքն սարեցնող էֆեկտ է թողնում իրավապաշտպանների համար ու հատկապես ազգային փոքրամասնությունների խնդիրները բարձրաձայնողների համար։ Ես կխնդրեի, եթե հնարավորություն կա մարդու իրավունքների պաշտպանը այս հարցերը հատուկ ուշադրության կենտրոնում պահի, որովհետև մենք նկատել ենք, որ նաև այս խնդրի մասին նաև միջազգային իրավապաշտպան կառույցներին վերջին этаպում քիչ է իրազեկվում, քիչ է տեղեկացվում։ Տիկին Հովհաննիսյան, դուք 30 վայրկյան ունեք արձագանքելու համար։ Այո, ինչպես նշվեց, խոսքը հենց հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումից է խնդիրը առաջին գալիս, երբ որ մարդիկ վախենում են արտահայտել այն կարծիքը եւ հանդուրժողականության մթնոլորտի բացակայությունն է։ Բայց նաեւ արդարադատության ոլորտի խտրականություն։ Կարող եմ նշել, որ խնդիրները, որոնց մասին խոսվեց, այո, պաշտպանը հանդես է գալիս հրապարակային հայտարարություններով, դատապարտելով եւ միջոցներ ձեռնարկելով եւ իրազեկման եւ կրթական բացակայության, ինչու ոչ նաեւ մթնոլորտի ատելության խոսքի կանխարգելման տեսանկյունից, բայց նաեւ նկատի կունենամ, որ հաշվի կառնենք այն խնդիրները, որոնք նաեւ արձանագրվի։ Պարոն Շամոյան, դուք էլ ունեք հարցի իրավունք։ Եվ եթե կարելի է, դուք կարող եք բարձրացնել այն խնդիրները, որի մասին ասում եք, մենք մտահոգված ենք, մենք վախենում ենք բարձրացնել։ Խնդրում եմ հիմա այստեղ խոսեք ամենայն սուր խնդրի մասին, որի մասին դուք վախենում եք խոսել։ Ճիշտ ասած, վարքյանները գնում եմ, չգիտեմ, կհասնեմ այդքան խնդիրների մասին 30 վարքյանում խոսել։ Խտրականությունը ժամանակային։ Կուզեի ուղղակի մեկ հարց, մի քիչ նաև ռետորական հարց եւ կարծում եմ մեր բոլոր բանախոսներն էլ կարող են հարցնել, որովհետեւ այս խնդրից կարող է բխել նաև մնացյալ խնդիրները, ինչու ենք մենք շատ հաճախ վախենում բազմազանությունից, այդ ինչու է այն տեսակետը իշխում, այո, Հայաստանը ազգային կազմով մոնոէթնիկ պետություն է ընդհանուր առմամբ, բայց շատ հաճախ մեր մեջ նաև այդ բազմազանությունները բավարար ուշադրության չեն արժանանում եւ շատ հաճախ մենք նաեւ որպես հասարակություն ունենք վախեր հենց ճանաչելու այդ բազմազանությունը ու ինձ որպես հարց, եթե մեր բանախոսները կուզենան իհարկե կարող են արձագանքել, ինչու է այդ տարբեր ինքնությունները հաճախ նաեւ որպես վտանգ ընկալվում եւ իմ դիտարկումն է սա է, ինչպես կարող ենք նաեւ դա հաղթահարել։ Պարոն Վանվելյան, կուզեք պատասխանել այս հարցին, ինչու ոչ թե որպես հարստություն, այլ որպես ինչ-որ մտավախության առիթ ենք ընկալում բազմազանությունը մեր հասարակության մեջ։ Օրինակ, մեծամասնությունը միշտ լռում է։ Մենք պետք է այդ որպես աքսիոմ ընդունենք։ Մենք չգիտենք մեծամասնության կարծիքը։ Նույն հիմա սոցիալական ցանցերն են օգնում դա հասկանալ։ Ասենք, եթե նայենք ինչ-որ մի հատ վիդեոյի դիտումը, ինչ-որ նյութի դիտումը,
եւ համեմատենք իր, ասենք, կոմենտների, մեկնաբանությունների քանակի հետ։ Մեկնաբանում են, չգիտեմ, 1%-ը, ասենք, դիտողների մեծ մասը չի արձագանքում։ Եվ մանավանդ երբ որ մտածում ենք հանրային բանավեճ կա թե չկա, օրինակ նույն սոցիալական ցանցերը այդ պատրանքը ստեղծում են իբր կա հանրային բանավեճ, բայց ինքը էլի շատ սահմանափակ մարդկանց ված չի, սխալվեցի, սահմանափակ քանակությամբ թվով մարդկանց, բայց ոչինչ, սահմանափակ մարդկանց կարելի ասել։ Ինչ որ էմոցիոնալ բաներն են եւ այդ մթնոլորտում սոցիալական ցանցերի հնարավոր չի բարձրաձայնել ինչ որ հարց, որովհետեւ դու մտնում ես մի հատ ինչ որ քննադատական, ծայրահեղ Իսկ այլ հարթակներ չկան սոցիալական ցանցերից։ Չէ, հնարավոր չի, այլ հարթակները հենց այդ է երևի հարթակ ստեղծելու մեջ է, այլ ոչ թե հարթակը քեզնով փոխարինելու։ Այ խնդիր ունենք, երբ որ մարդիկ ովքեր ներկայացնում են խնդիրը, իրանք իրենցով են փոխարինում այդ խնդիրը։ Եվ եթե մի քիչ զում անենք կամ ասենք նույն մտնենք ինչ որ համայնքի մեջ, կպարզվի համայնքի մեջ էլ խնդիր կա, հենց որտեվ, չգիտեմ, ինչ որ մի բանի անդում ենք փոքրամասնություն, կվոտաներ եւ այլն, ով է ներկայացնում, ասենք իշխանությունից իշխանություն, համայնքը ներկայացնում են նույն մարդիկ, ընդգրկվելով մեծամասնության, ասենք, չգիտեմ, նույն պարլամենտում, ասենք, էլի, այդ կվոտաները, բայց այդ նույն մարդը իր համայնքի համար ինքը էլի հանդիսանում է հենց այդ իրավունք խախտողը։ Կարա տենց լինի, չգիտեմ, գնանք խնդիրը ոնց որ ես ինչ որ մեկի փոխարեն հիմա խոսամ։ Նայեք, բան նրանում է, որ առհասարակ եթե դերը ստանձնել եք, կխնդրեմ նաև անդրադառնալ կրոնական փոքրամասնությունների խնդիրներին, որովհետև այսօր չունենք ներկայացուցիչ։ Էսի նաև, չէ, ունենք հենց այդ, ունենք թե չունենք ներկայացուցիչ, ում ինչ գործն է, այ կրոնը առհասարակ, էլի, ով ընդհանրապես պատվիրակել, չգիտեմ, քաղաքական գործիչներին կամ ինչ-որ մեկին այդ հարցով զբաղվելու։ Դա հենց այն հարցն է, որ քիչ պետք չի խոցել այնտեղ, որտեղ ու ոնց ենք հաշվում։ Այդ հարցում եթե իրականացնենք, ով ինչ կրոնին է պատկանում, մարդ կփորձի էլի պաշտպանվելու համար լինել մեծամասնություն կամ փոքրամասնություն։ Ոչ մի բան չի խանգարում մարդուն խաչակնքվել եւ կոֆեի բաժակ նայել եւ մնացած, այսինքն երբ որ մենք ինչ որ ասում ենք կրոն, իսկ ինչ կրոն կա Հայաստանում, այդ կրոնի անունը ինչ է եւ ով ինչ կրոն ունի, ով ում աղոթում, ով ինչ է հիշում, քնելուց առաջ։ Մեր գործը չի դա։ Ձեր արձագանքի ժամանակ խնդրում եմ անդրադառնաք նաև այն խնդրին, որ դուք նաև որպես էթնոկրոնական համայնքի ներկայացուցիչ այդ կրոնական հիմքով խտրականությունը առանձնանում է ազգային հիմքով խտրականությունից։ Եզդիների պարագայում ունիկալությունը նրանում է նաև որ լինելով ազգային փոքրամասնություն, միաժամանակ նաև կրոնական ու լեզվական փոքրամասնություն են։ Ու այդ իմաստով շատ ավելի բարդ է դառնում նաև իրավիճակին հավուր պատշաճի արձագանքելը։ Ես հիշում եմ, որ բոլորովին մինչև վերջերս կարող է թվերի առումով սխալ հիշեմ, բայց դպրոցներում եզդի երեխաներին նաև հայոց եկեղեցու պատմության առարկային պարտադիր բայց նաև պարտավորված էին ըստ էության, այո, աշակերտները նաև աղոթքը ասելու տերունական եւ խաչակնքվելու։ Հիմա քանի որ այդ առարկան չկա, մինչև առարկայի դասավանդումը դուրս գալը արդեն կարծես թե խնդիրը լուծում ստացել է բարեբախտաբար, բայց այս այն տեսանելի խնդիրներ, որը մենք համայնքում նաև բարձրաձայնել ենք, արձանագրել ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հերթը ձերն է, խնդրեմ։ Ես կցանկանայի երկու ձեր հարցերին պատասխանել։ Նախ խնդիրների վերաբերյալ, հա, խնդիրները բազմաշերտ են եւ մեր կազմակերպության տարեկան զեկույցներում եւ այն նամակներում, որ ուղարկում է տարբեր պետական կառույցներ, արտացոլում են այդ ամբողջ խնդիրները։ Նախ շատ եմ ողջունում։ Պարզապես հիշեցնեմ, որ դուք պիտի հասցնեք հարցը ձևակերպել։ Ես ցանկանում եի պատասխանել երկու հարցերին։ Մեր կանոնների հարց պիտի Դուք ամփոփիչ խոսքի հնարավորություն կունենաք, կարող եք այդ փուլում արձագանքել, խնդրեմ։ Եթե հիմա հարց ունեք, այո, ես երկու հարց ունեմ Մարդուհրավերների պաշտպանի գրասենյակի ներկայացուցին։ Ինչ համակարգային խնդիրներ եք տեսնում քրեական վարույթների արդյունավետության տեսանկյունից, մասնավորապես ողջամիտ ժամկետների պահպանման եւ Մարդուհրավերների պաշտպանի գրասենյակը ինչ քայլեր է ձեռնարկում հակախտրականության օրենքի աշխատանքները կամ դրա մեջ, հա, աշխատանքների մեջ։
Խնդրեմ Տիկին Հովհաննիսյան։ Ցանկանում եմ նշել, որ քրեական վարույթների ժամկետների եւ առհասարակ դատավարական ժամկետների խնդիրները, այո, պաշտպանը նորից արձանագրել է, որ շատ դեպքերում դրանք բավականին երկար են տևում, խնդիրները պայմանավորված են մի քանի ասպեկտներով եւ նորից եւ պաշտպանը հրապարակային հայտարարությունների շրջանակներում եւ նաեւ զեկույցում իր տարեկան հաղորդման շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնք կարող են նպաստել դատավարական գործողությունների երկարությանը եւ նաեւ ներկայացրել են առաջարկությունները, որոնք առարկայական են եւ կարող են նպաստել ժամկետների կրճատվելուն։ Մյուս հարցի վերաբերյալ, եթե չեմ սխալվում, հակախտրականության։ Այո, օրենքի նախ նշեմ, որ մարդու իրավունքների պաշտպանին կարող են հասցեագրել բանավոր եւ գրավոր բողոքներ եւ կարող են դա լինի առարկայական յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Նաեւ անդրադառնալով նախորդ հարցին, մեր մյուս բանախոսի կողմից, որ նշվեց, ներկայացուցիչները գուցե ամբողջությամբ չեն տիրապետում հարցի խորությանը եւ ներկայացում են այն խնդիրները, որոնք շատ հաճախ ավելի մնացյալ անձանց կողմից չեն ներկայացվում, մենք ունենք հնարավորություն յուրաքանչյուրից ստանալու առարկայական բողոք, այսինքն եթե նույնիսկ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը դա չի ներկայացնում պաշտպանի աշխատակազմ եւ չի բարձրացվել տվյալ հարցը, պաշտպանը եւ մշտադիտարկման այցերի միջոցով կարող է հարցերը առանձնացնել եւ անդրադառնալ, նաեւ անձիկ սահմանափակված չեն, յուրաքանչյուրը նույնիսկ գաղտնիության պահպանության հնարավորության շրջանակներում ներկայացնելու խնդիրները։ Օրենքների տեսանկյունից, օրենքները, որոնք այս պահին դեռ ընդունված չեն, բայց նախագծային փուլում են գտնվում, ներկայացվում են պաշտպանի աշխատակազմ կարծիքի ստանալու նպատակով եւ պաշտպանը նաեւ ներկայացնում են հիմնական խնդիրները, որոնք զետեղված չեն օրինակ օրենքում կամ են ձևակերպումները եւ են առանձին ուշադրության ենթակա հարցերը, որոնք կարող են օրենքով նախատեսվել, բայց պաշտպանը չունի հնարավորություն ինչ-որ եղանակով միջամտելու process-ին արագացնելու կամ ավելի դա բացառապես կարող է որպես առաջարկ ներկայացվի պետական մարմիններին եւ պետական մարմինները կարող են ընդունելու պարագայում ներկայացնել որոշակի լիազորիչ գործողություններ ձեռնարկեն կամ որոշակի գործողություններ իրականացնեն, բայց պաշտպանի աշխատակազմը եւս ընդգծում է տվյալ օրենքների ընդունման կարեւորությունը, ինչպես խտրականության կանխարգելման եւ խտրականությունից պաշտպանության մասին օրենքի մասն է խոսքը, այնպես էլ ազգային փոքրամասնությունների մասին օրենքի մասն է խոսքը եւ հարակից օրենքներում եւս նաեւ պաշտպանը նորից նշել է իր տարեկան հաղորդումներում, որ հարակից օրենքներում եւս կան բազմաթիվ օրենսդրական բացեր, օրենսդրական խնդիրներ, որոնք եւս ենթադրում են որոշակի օրենսդրական փոփոխություններ։ Բացի բուն օրենքից, որը որ պետք է ընդունվի, կան նաեւ հարակից օրենքներ, որոնք եւ ազգային փոքրամասնությունների եւ ԼԳԲՏ անձանց համար որոշակի լրացուցիչ նորմերի փոփոխության անհրաժեշտություն է նկատվում։ Ցանկանում եք արձագանքել։ Այո։ Մենք քրեական վարույթների մասին, հա, մենք գտնվում ենք կարուսելի մեջ։ Կազմակերպությունը նամակ է ուղարկում քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները գնահատելու, ուղարկում է դատախազություն, դատախազությունը հենց այդ նույն նամակը ուղարկում է քննչական մարմին, քննություն իրականացնող մարմնին, ստացվում է, որ մենք գտնվում ենք մի կարուսելում, մի անվերջանալի կարուսելում, որ մեր պատասխանները մենք երբևիցե չենք ստանում։ Ու բոլորովին վերջերս կրկին դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, պատասխանը ստանալու նույնպես հայտնվել ենք այդ ամբողջ կարուսելի մեջ։ Զանգահարում ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեզ ասում է, որ ցավոք սրանից ավել մենք չենք կարող ձեզ օգնել։ Այսպիսի խնդիրները բազմաշերտ են ու բազմազան են, կցանկանայի ավելի շատ խոսել ուղղակի ժամանակի։ Շնորհակալություն, այդ խնդիրների մասին դուք հնարավորություն կունենաք խոսելու, դուք էլ հնարավորություն կունենաք Տիկին Հովհաննիսյան արձագանքելու, մենք անցնենք հաջորդ փուլին, Աննա կներկայացնեք այս փուլը։ Իհարկե, երրորդ փուլում մեր հաղորդման մենք դիտելու ենք տեսանյութեր եւ դուք հնարավորություն կունենաք մեկնաբանել այդ տեսանյութերը։ 3 րոպե ժամանակահատվածի ընթացքում։ Այո, 3 րոպե ժամանակահատվածի կանոնը պահպանվում է նաեւ այս փուլի ընթացքում։ Խնդրեմ առաջին տեսանյութը։ Բոլոր փաստերը քննել են, ոչ մի տրամաբանական եզրահանգում չկա ու չեմ կարողացել իմ հարցին պատասխանել, թե ինչի ընդհանրապես էս գործը հարուցվել, տրամաբանությունը որն է, ինչ կապ ունի սա թշնամանքի հետ, ու առհասարակ գործընթացը ինքնին իմ համար մինչև հիմա պարզ չի, հա, ելուր մնաց, որ
դատական process-ներից գոլինը։ Ըստ մեղադրանքի Սուլթանյանը 2020 թվականի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող Yezidinews.com կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Հայաստանի տարածքում եզդիների իրավունքները պաշտպանված չեն։ Հայերը ծաղրում են եզդիներին եւ խտրական վերաբերմունք դրսեւորում նրանց նկատմամբ։ Եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը, եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին Հայաստանում հող ունենալու իրավունք չունի։ Պարոն Շամոյան, դուք այս տեսանյութում արտացոլված դատավարությանը ինքներդ էլ անդրադարձաք մեր հաղորդման նախորդ փուլում։ Սաշիկ Սուլթանյանը այս դատավարությունից հետո, ինչպես դուք էլ նշեցիք, ստիպված եղավ լքել Հայաստանը։ Ինչ է Ավելի քան կարծում 2 տարի դատավարությանը փորձում էր հասնել արդար լուծման եւ հույսը կորցնելով այսպես ասեմ։ Ինչ է կարծում այս խնդիրների մասին, որոնց մասին, որ Սաշիկ Սուլթանյանը խոսել էր իրաքյան այդ հեռուստաընկերության հետ։ Դրանք դեռևս առկա են եւ դրանց մասին բարձրաձայնումը դեռևս այդքան խոցելի է։ Նախ նշեմ, որ որակումները արվել է եզերենով արված հարցազրույցի թարգմանությունից, որի որոշ մասերը նաև սխալ են թարգմանվել, հա, շատ որակումներ սխալ են թարգմանվել եւ իրականում քննադատությունը եղել է կառավարության եւ պետության քաղաքականությանը եւ ոչ թե հայ ժողովրդի կամ հայ ազգի նկատմամբ, հա, բնականաբար մեղադրանքի հիմքը նաև դրա վրա է շեշտադրում արվում, բայց մեծ հաշվով խնդիրների այն հիմքը, որի մասին խոսվել է, բարձրաձայնվել է, իրական նաև դեպքերի, իրական արձանագրված փաստերի հիման վրա են արվել այդ դատողությունները եւ պետությունը փոխանակ պատշաճ ուշադրություն դարձնի բարձրաձայնված հարցերի խնդիրներին, փաստացի որոշում է կայացվել, որ ընդհանուր առմամբ եթե անգամ իհարկե որպես պետություն մենք կամ որպես հասարակություն, որպես անհատներ բարձրաձայնված այդ կարծիքի մտքերի հետ թեկուզ անգամ եթե անհաշտ ենք կամ համաձայն չենք, քրեաիրավական մեթոդը չի, որ պետք է պայքարել, հա, դրա դեմ եւ նաև մեր բարձրաձայնած խնդիրը նաև սրանում է կայանում, որ եթե անգամ մենք տեսակետի հետ անհաշտ ենք, համաձայն չենք, պետք չի դա քրեաիրավական մեթոդով է դրա դեմ պայքարել։ Կրթության իրավունքի մասին կար նաև խոսքը, դրանք անդրադառնաք, որ խնդրեմ։ Սաշիկ Սուլթանյանը այո իր հարցազրույցում նաև նշում է կատարել այն մասին, որ եզդերեն լեզուն պատշաճ որակի չի դասավանդվում, Հայաստանում այո դպրոցներում դասավանդվում է եզդերեն լեզու գրականություն առարկան, բայց դրա որակը դասավանդման, դասավանդող ուսուցիչների մանկավարժական որակը չի ապահովում պատշաճ լեզվի ուսուցում եւ փաստացի մենք նաեւ երկար տարիներ պետությունը չի գտել այդ բավարար մեխանիզմը, որպեսզի դա արդյունավետ իրականացվի։ Եվ բարձրաձայնված խնդիրների մեծ մասը նաև առկա են տարբեր բնակավարներում, ես նշեցի հենց այս գործը, բայց կարող եմ նշել ընդհանուր առմամբ նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին ցածր իրազեկվածություն կա, թե պետական մարմինների շրջանում եւ թե լայն հանրային շրջանակներում մենք համայնքում շարունակվում է տարածված մնալ վաղ ամուսնությունների եւ կրթությունից դուրս մնալու այդ արատավոր բացասական պրակտիկան եւ շատ հաճախ նաեւ շարունակվում այն տեսակետը, որ դրա համար ավելի շատ պետությունը մեղադրում է համայնքին կապելով դա այսպես կոչված համայնքային տրադիցիաների կամ ավանդույթների հետ, բայց իհարկե միջազգային իրավունքն էլ այս հարցերին պատշաճ արձագանք է տալիս, որ վնասակար մշակութային սովորությունները երբեք չեն կարող պատրվակ լինել մարդու իրավունքների խախտումների վրա աչք փակելու համար։ Շնորհակալություն, պարոն Շաման։ Տիկին Հովհաննիսյան, կուզեմ այս տեսանյութին եւ այս դեպքին անդրադառնալով դուք էլ խոսեք առհասարակ նաև մյուս փոքրամասնությունների եւ հատկապես կուզեմ էլի շեշտել կրոնական փոքրամասնությունների դեպքում արդյոք էլի կան խնդիրներ, որոնց մասին որ հատուկենտ դեպքերում եւ նման աղմկահարույց դատավարությունների պատրվակով ու առիթով որ մենք հիշում ենք։ Կցանկանամ նշել, որ ինչպես ազգային փոքրամասնությունների էթնիկ, կրոնական առանձին պատկանելությունների հիմքով ուշադրության կենտրոնում են լինում յուրաքանչյուր հարց,
Տվյալ դեպքում եւ մշակույթի պահպանության, այդ թվում նաեւ հանրային հեռուստաընկերությունների կողմից հաղորդումների, այսինքն լեզվի պահպանության տեսանկյունից նաեւ պատշաճ հաղորդումների հրապարակման վերաբերյալ եւս պաշտպանը արձանագրել է տվյալ խնդիրը եւ նաեւ առաջարկներով է հանդես եկել։ Լեզվի պահպանության եւ նաեւ գիրգրականության խնդրի վերաբերյալ եւս պաշտպանը նորից արձանագրել է եւ ներկայացրել են աշխատանքային ուղղությունները, որոնք կարող են նպաստել խնդրի վերացմանը։ Տվյալ դեպքում նաև վաղամուսնությունների եւ դրանից բխող նաև առողջապահական մնացյալ խնդիրները, նաև կրթությունից դուրս մնալու խնդիրները, նաև որոշակի վիճակագրական տվյալներ են ստացել պետական մարմիններից, որոնք նորից ամփոփվել են։ Եվ տվյալ խնդիրները այո արձանագրվում է պաշտպանի աշխատակազմում, բայց նորից եմ կրկնում, պաշտպանի աշխատակազմը ունի հնարավորություն բարձրաձայնելու այդ խնդիրները եւ ինչպես պետական մարմինների, այնպես էլ նաև համայնքի, նույն համայնքի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել այդ հարցերի վրա եւ Տիկին Հովհաննիսյան, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար։ Մենք հասկանում ենք, որ պաշտպանի գրասենյակը որոշակի սահմանափակումներ ունի, բայց ձեր գնահատմամբ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես պաշտպանի աշխատակազմի գրասենյակի ներկայացուցիչ, երբ որ օրինակ ազգային փոքրամասնությունները, կրոնական փոքրամասնությունները, այլ մարդիկ բարձրացնում են խնդիրներ, ասում են, գիտեք, մենք վախենում ենք խոսել մեր խնդիրների մասին, որովհետև խնդրեմ։ Սաշիկ Սուլթանյանը խոսեց, նա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց, մեր գնահատմամբ ասում են անարդար, մարդը ստիպված եղավ գնալ Հայաստանից։ Դուք զգում եք, որ նման վախ կա, եթե պարոն Մանվելյանը թույլ կտա այս բառը օգտագործեն, փոքրամասնությունների մոտ, եւ դուք տեսնում եք, որ պետությունը արդյունավետ կերպով է արձագանքում։ Դուք որպես Հայաստանի քաղաքացի տեսնում եք դա։ Եվ մենք դրա համար ենք նշում, որ մենք փորձում ենք ստեղծել այդ հարթակը, այն հարցերը, որոնք վախենում են բարձրաձայնել պետական մարմինների կամ համայնքի ներսում, մենք ստեղծում ենք այդ հարթակը, որպեսզի դա ներկայացվի պաշտպանի աշխատակազմ եւ պաշտպանը գաղտնիության շրջանակներում խնդիրը բարձրաձայնի։ Այսինքն նույնիսկ եթե հասարակության արձագանքից կամ պետական արձագանքից վախենալով ազգային փոքրամասնությունների ԼԳԲՏ անձիկ վախենում են ներկայացնել որոշակի հարցեր, մենք ունենք հնարավորություն դա մեր հասարակական խորհրդի կամ խորհրդատվական կարգով ներկայացնելու պաշտպանի աշխատակազմ, որը պաշտպանը առանց հասցեավորելու թե ում կողմից է ստացել տվյալ խնդիրը, կարողանալ է բարձրացնել բոլոր հնարավոր հարթակներում։ Եվ նորից եմ կրկնում, եւ հարթակի որպես տեսանկյունից պաշտպանի աշխատակազմը կարող է ծառայել եւ դա բարձրաձայնելու եւ առաջարկներ ներկայացնելու դրա հաղթահարման ուղղությամբ։ Գործընկերս ձեր ժամանակից որոշակի հատված իրեն յուրացրեց, այսպես ասած, այնպես որ կարող եք հավելում, եթե ունեք շարունակեք։ Ես կարող եմ նշել, որ հաշվետու տարվա ընթացքում նաև կանանց խորհուրդ է նոր անդրանիկ նիստ է նոր կազմով ձևավորվել պաշտպանի աշխատակազմում, որի շրջանակներում եւս քննարկվել են ինչպես կանանց շրջանակներում բռնության, նույն ԼԳԲՏ անձանց վերաբերյալ առանձին խնդիրներ, որոնք պաշտպանի աշխատակազմում արձանագրվում են եւ որպես աշխատանքային հիմնական ուղղություն տարվա ընթացքում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը տվյալ խնդիրները բացառելու կամ հասցեավորելու կամ նորից պետական մարմնի ուշադրությունը հրավիրելու եւ դրա համար ենք փորձում նշել, որ պաշտպանի աշխատակազմը այն հարթակն է, որտեղ եթե որոշակի հետապնդումներից կամ ատելության խոսքից խուսափելու կամ հասարակության անհանդուրժողականությունից խուսափելու համար հրապարակային կամ սոցիալական ցանցերում հրաժարվում են դա ներկայացնել, մենք ունենք հնարավորություն ներկայացնելու դա նաեւ դրան նպաստում է պաշտպանի կողմից պարբերաբար մարզային այցեր իրականացնելը, հաստատություններ այցեր իրականացնելը, նաև եզդիական դպրոցներ կամ այլ ազգային փոքրամասնության ասորական համայնք վերջի շրջանում նախորդ տարվա ընթացքում այցելել ենք Վերին Տվին համայնք, որտեղ նորից համայնքի ղեկավարի դպրոցի անձնակազմի հետ ենք հանդիպումներ ունեցել, որտեղ ներկայացվում են այն խնդիրները, որոնք եւ հասարակությունը վախենում է ներկայացնել եւ գուցե չի վախենում ներկայացնել, բայց գտնում է, որ պետության մարմինները անհրաժեշտ է լրացուցիչ ինչ-որ ռեսուրսներ կենտրոնացնել այդ հարցերի լուծման նպատակով։ Եվ մենք փորձում ենք նաև լինել այդ հարթակը, որպեսզի կարողանանք լրացուցիչ ներկայացնել կամ այո, առարկայացնել խնդիրները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, դիտենք հաջորդ տեսանյութը։ Բայց խնդրում եմ, ինձ ընդունեք որպես հավաքական կերպար։ Հանդիսանալով հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ եւ իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված,
դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, առողջապահական, իրավական, տնտեսական եւ արժանապատիվ կյանքի բոլոր այլ ոլորտներում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը։ Այս ելույթից տարիներ են անցել, ես ուզում եմ մի կարճ հարց տալ ձեզ, ինչ եք կարծում, ինչ է փոխվել այս տարիների ընթացքում եւ կարծում եք, որ կկարողանաք նման ելույթ էլի ունենալ Հայաստանի ազգային ժողովում։ Չգիտեմ կարող եմ թե չեմ կարող ունենալ, սակայն կարող եմ մի բան շեշտել, փաստել, որ տրանսանձանց տեսանելիությունը այս ելույթից հետո բարձրացավ։ Դրանից առաջ շատ մեդիա հարթակներում օգտագործվում էին ոչ հարիր բառեր, գոնե այս ելույթից հետո շատ լրագրողներ եւ մեդիա հարթակներ սկսեցին օգտագործել տրանսգենդեր եզրույթը։ Այս ելույթի մասին կուզենամ մի քիչ ավելի մանրամասն խոսեմ։ Նախ այս ելույթը իր հետ բերեց նաև մի շարք վտանգներ իմ կյանքին, իմ ընտանիքի կյանքին։ Ես ստիպված եղա ժամանակավորապես լքել երկիրը, որովհետև ատելության խոսքը, այդ թվում նաև սպանության քարոզը այնքան բարձր էր, որ այլևս անհնար էր գտնվել Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես տարբեր լայվ հարթակների միջոցով մարդիկ ասում էին, որ եթե այս տրանսգենդեր անձին վերացնենք, հետո թող պետությունը մեզ չմեղադրի։ Այսպիսի արտահայտություններ էին անում, հա։ Այդ թվում նաև սրան հաջորդեց մի շարք ցույցեր եկեղեցականի ներգրավմամբ, որ ինչ որ խնկարկում էին ուզում անեին, ու սրան միացան նաև այն ընդդիմադիր գործիչները, այդ թվում նաև Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետ, երբ որ ասում էր, որ տղան տղա է, աղջիկը աղջիկ, սրանց պետք է ուղարկել, չեմ ուզում այդ երկրի անունը տալ այդտեղ, կամ հաջորդ քաղաքական գործիչը, երբ որ ասում էր սա արատ է, եւ այս արատ ունեցող մարդկանց պետք է առանձնացնենք, հա, հասարակությունից։ Ուզում եմ նաև մի փաստի մասին, մի դեպքի մասին նաև խոսել, երբ որ ես ազգային ժողովի դահլիճից վերադարձա տուն, դրանից հետո սկսվեց մեծ արշավ իմ դեմ ու այդ թվում նաև հրապարակվեց իմ բնակարանի հասցեն եւ ես ստիպված եղա բնակարանս տեղափոխել ու մենք սկսեցինք Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ալցյանները սպառել, որ գտել էինք մարդուն, ով էր հրապարակել, ով էր տարածել, հստակ բնակարանի հասցեն տարբեր միջոցներով օգտագործել էին եւ ես պատուհանից նայում էի, տեսնում էի մարդիկ տարբեր մեքենաներով, այդ թվում նաեւ վախենում էի, հա, դուրս գայի։ Ցավոք Հայաստանի Հանրապետության արդյունք չստացավ։ Դատական բարեփոխումներ տեղի չեն ունեցել դրա արդյունքում, չկարողացա ես մի արդյունքի հասնել այստեղ։ Հիմա ներկապային գործը գտնվում է Եվրոպական դատարանում ու հուսով եմ դրական եզրակացություն որոշում կստանա։ Շնորհակալություն։ Դիտենք վերջին տեսանյութը։ Ես ձեզ անկեղծ ասեմ, ինձ համար որպես վարչապետ եւ մեր կառավարության համար, ինչքան է թեման քիչ բաներ լինի, բարձրանա, այնքան լավ, որտեղ դա գլխացավանք է։ Հեսա կեսը կասեն, սրանք բաների պաշտպան են, մյուս կեսը կասի իրավունքների խախտող են, մյուս կեսը կասի խարխլում են մեր ավանդական ընտանիքի հիմքերը եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց մենք բոլորով, ոչ միայն կառավարությունը, պետք է հասկանանք ինչ ենք անում։ Եկեք որոշենք ինչ ենք անում։ Եկեք որոշենք մենք քրեական օրենսգրքում հոդված ենք ավելացնում։ Եկեք որոշենք մենք այդ մարդկանց բոլորին հավաքում ենք Հայաստանից դուրս ենք անում։ Եկեք որոշենք մենք իրանց գոյությունը որպես այդպեսին ընդունում ենք որ կան այդպեսին, թե մենք ասում ենք գիտեք ինչ։ Քարոզչություն մի տարեք, այսպես ասած ձեր համայնքը ընդլայնելու եւ ուրիշներին ներգրավելու եւ չգիտեմ։ Պարոն Մանվելյան, ինչպես կրայեցիք, այս տեսանյութն էլ բավական հին է, էլի 7 տարվա վաղեմության,
Եվ նաև այս թեմաների մասին այդ տարիներին կարծես ավելի պոպուլյար էր խոսել եւ իշխանությունը եւ ընդդիմությունը իհարկե տարբեր դիտանկյուններից եւ տարբեր դրդապատճառներով, բայց անդրադառնում էին խտրականության հարցերին։ Հետո կարծես այդ հարցերը մոռացվեցին, հիմա մենք նախընտրական տարում ենք եւ կա այդ մտավախությունը, որ մի կողմից այդ հարցերը նորից անտեսվելու են, մյուս կողմից եթե անգամ հիշելու են, ապա քաղաքականացվելու են, գործիքայնացվելու են եւ օգտագործվելու են միմյանց դեմ։ Նախ համաձայն եք իմ գնահատականի հետ թե ոչ եւ կարծում եք կան ինչ որ լուծումներ դուրս գալու այդ փակ շղթայից եւ այդ հարցերը մշտապես պահելու ուշադրության կենտրոնում։ Այդի բան նրանում է, որ պետքա ոչ մեկ չի պատվիրակել այդ քաղաքական գործիչներին դրա մասին խոսելու, հա, մենք չգիտեմ քվեարկության ժամանակ, բանի ժամանակ մենք չենք պատվիրակել մեր ինքնությունները փրկել, մեր, ես չգիտեմ, կրոնական ինչ որ մեզ սովորած մեր հոգիները փրկելը մենք ոչ մեկին չենք պատվիրակել, մենք պատվիրակել ենք զուտ ինչ որ ընդհանուր ջրամատակարարում, ճանապարհներ սարքել, ինչ-որ հավասար դատավարություն, ասենք մի քիչ այդ հարցերը պետք է ոնց որ ապահովեն եւ շատ հեշտ է իհարկե էմոցիոնալ թեմաներ մտցնել, որպեսզի չխոսալ առարկայական եւ ընդդիմությանը եւ իշխանությանը շատ էլի հարմարվել են իրար եւ խոսում են ավելի абստրակտ ոնց որ թեմաներից հավաքական փրկություններից կամ կործանումներից։ Այո, ինչ որ ինքնություններից եւ մնացածից։ Նայեք, բան նրանում է, որ նույնը ինչ որ համայնք, այս դեպքում ինչ որ գյուղ, ինչ որ քաղաք, ինչ որ ավան կարիք ունի, ասենք լրացուցիչ մի հատ կատեի ապարատի կամ ռենտգենի ապարատի, բայց այնտեղ կառուցվում է, ընդհանրենք եկեղեցի կամ ինչ որ մի բան։ Իբր թե եկեղեցին որ կառուցում ես, ապահովում ես ինչ որ կրոնական նույն, չգիտեմ, օրինակ առաջի հայացքից, մեծամասնության հայացքից նույն ռեաթազայում, ասենք այդ կրոնական տաճարը որ կա, հա, կարծես լավ է, էլի ապահովում է ինչ որ բան, բայց մյուս կողմից ով է կառուցել, ինչի է կառուցել, առաջնային էր դա թե ոչ, ընդհանրենք, իսկ հնարավոր է մզկիթ կառուցել Հայաստանում, թե չէ։ Հնարավոր է լինել մահմեդական Հայաստանում, թե չէ, օրինակ։ Մենք քրդական համայնք ունենք, բայց չէ։ Ունենք համայնք, մենք ընդհանրապես ապրում ենք մի երկրում, որտեղ հիմա ամենամեծ փոքրամասնությունը եզդիական համայնքն է 90-ականներից հետո, դրանից առաջ եղել է ադրբեջանական համայնքը, օրինակ, ամենամեծը եւ որը անհետացել է։ Եվ մեր մամուլը, մեր համակարգը, մեր անկախությունը հիմնվում է նրա վրա, որ դրա մասին կարելի է չխոսալ կամ ինչ որ ձև բացատրել։ Իսկ ուր են կորել այդ մարդիկ, չգիտեմ, Վարդենիսի շրջանի, ասենք այդ 30 գյուղերի ժողովուրդը ուր է կորել, Մասի շրջանի ոնց են կորել։ Ուղղակի տենց հելը գնացել են, իրանց տները լքել են։ Եվ քանի որ ստացվել է մարսել այդ այսպես կոչված փոքրամասնության անհետացումը Հայաստանից, բոլոր մնացած փոքրամասնություններին ինչ ուզենք կանենք։ Եվ ես ստորագրում եմ օրինակ Սաշիկ Սուլթանյանի ասացի տակ եւ կրկնում եմ եւ քիչ ասել, մեղմ ասել հələ, ու ինչի իմ հանդեպ գործ չի հարուցվում։ Այստեղ խտրականություն չկա, որովհետեւ Սաշիկ Սուլթանյանին չի կարելի ինձ կարելի ասել։ Ես իր ասածը կրկնում եմ, մի բան էլ ավել, տասնապատկում եմ իր ասածները։ Ինչի է ընդհանրապես վարույթ ընդունվել այդ գործը։ Հարցնեն է, որ հարցերը այստեղ են։ Շնորհակալություն ձեր տեսակետի համար, պարզապես միջամտելիս ուզում էի ասել, իսկ չկա մտավախություն, երբ մենք նաև մյուսների անունից ասում ենք, որ այսա այնքան էլ առաջնահերթ չէ, այդտեղ էլ ենք խախտում այդ սահմանները, թե ինչու ենք մենք մյուսների փոխարեն որոշում, ինչն է առաջնահերթություն, ինչը ոչ։ Դե միշտ փոխարեն չէ, ջուրն է առաջնահերթ։ Այդքանը ես կարող եմ ասել։ Ձեր փոխարենն էլ, որ ձեզ ջուրապետին ձեր կարծիքով, շնորհակալություն։ Չէ, Յուրի Մանվելյան չէ, օբյեկտիվ։ Այդ իմ կարծիքը չէ, որ ջուրը առաջնային է։ Դա պրոստը ես ասեցի, հա, բայց դա իմ կարծիքն է։ Շնորհակալություն եւ
կարող ենք անցնել մեր հաղորդման հաջորդ փուլ, որի Այո։ շրջանակներում Մենք ընթերցելու ենք այն հարցերը, որոնք մեր ունկնդիրները սոցմեդիայի միջոցով, Բուն TV, Facebook-յան, Instagram-յան էջերի միջոցով մեզ են ուղում, ձեզ են ուղում ավելի շուտ եւ կխնդրենք դուք պատասխանեք այդ հարցերին։ Առաջին հարցը Ռազմիկ Ամիրխանյանն է գրել, հարցը հետևյալն է. հայրենադարձները բնականաբար տարբեր ինքնություններ ունեն, հայաստանյան հասարակությունը ինչքան է պատրաստ նրանց ճանաչել ու հարգել նրանց ինքնությունը։ Տիկին Հովհաննիսյան, խնդրեմ։ Ինչ եք կարծում։ Կարող եմ նշել, որ այո, ինչպես նշեցինք, հասարակության տարբեր շրջանակներում Օրինակ կներեք, որ ընդհատում եմ խոսքը Սիրիա հայերի կամ դրսից, հա, պարսկահայերի, լիբանանահայերի, ռուսահայերի, ինչու՞ չէ։ Կարող եմ նշել, որ հասարակության շրջանակներում առանձին խնդիրներ կարող են արձանագրվել նրանց ինտեգրման շրջանակներում, բայց այս պահին չունեմ որևէ տեղեկատվություն կամ վիճակագրություն, որը վկայում է այն մասին, որ առանձին խնդիրների են բախվում նրանք ներգրավվելիս կամ վերադառնալիս Հայաստանի Հանրապետություն, բայց իրենց հանդուրժողականության տեսանկյունից հասարակության կողմից անհանդուրժողականության առանձին դրսևորումների վերաբերյալ միանշանակ որոշակի խնդիրներ կարող են ստեղծվել կամ կարող են հայրենադարձները բախվել, բայց նորից եմ գտնում, չունեմ այս պահին առանձին ինչ-որ թիրախային խնդիր կամ վիճակագրություն, որ կարող եմ նշել կոնկրետ տվյալ խնդրին հատկապես հայրենադարձները բախվում են։ Առանձին եւ օրենսդրական եւ խնդիրներ եւս կան, բայց առանձին ինչ-որ խնդիր չեմ կարող այս պահին նշել։ Շատ լավ, պարոն Մանվելյան, ես կուզենամ այս հարցը նաև ձեզ ուղղել։ Մենք խոսում ենք շատ հաճախ պետական մարմինները լավ չեն արձագանքում, ոստիկանությունը, չգիտեմ, դատարանները, դատախազությունը, իսկ մենք որպես հասարակություն ինչպես ենք արձագանքում։ Մենք պատրաստ ենք ընդունել անգամ ազգությամբ հայերին, ովքեր ծնվել, մեծացել, կայացել են որպես մարդ, այլ մշակութային պայմաններում մենք կարողանում ենք դա անել։ Դե, եւ չեն կարողանում, որովհետեւ հենց որ բան նրանում է, որ հենց որ մենք ասում ենք մոնոէթնիկ, մեծամասնություն եւ այլն, այսինքն մեզ ոչ մեկ չի հարցրել։ Մեզ պրոստը նշանակել են այդ։ Ոնց որ by default նշանակել են, որ դու հայ քրիստոնյա ես, դու ես, դու ես։ Սիրիայի հետ կապված օրինակ, մենք դպրոցների մի հատ խնդիր կար։ Ուրեմն, երբ որ կրթությունը ներառական դառավ, տնօրենների դպրոցների հետ, հասարակ դպրոցների տնօրենների հանրակրթական դպրոցների։ Հանրակրթական, հա։ Вот։ Ուրեմն նայեք, սենց է, ամեն աշակերտի համար ինչ-որ գումար է հատկացնում։ Այն ժամանակ 8000 դրամ էր, ինչքան գիտեմ, երբ որ ներառականով գրանցված երեխաները, ներառական ինչ է նշանակում, որ տիպը եթե խնդիր ունի հաշմանդամություն ունի երեխան, ոչ թե հատուկ դպրոց ուղարկել, այլ ընդհանուր իրար հետ, տենց ոնց է, ավելի բան։ Ուրեմն այդ ժամանակ ներառականով ոնց որ անցնող երեխաների համար 25000 էր ստանում դպրոցը եւ սիրիահայերին մասսայաբար գրանցում էին ու դու կարող ես դրա մասին չիմանաս դու որպես աշակերտ, դու որպես աշակերտի ծնող եւ այլն ներառական է գրանցված երեխան թե չէ մասսայաբար գրանցում էին որպես լեզվի արատ ունեցող մարդիկ սիրիահայերին որպեսզի եւ իրենք կարող ավարտելուց հետո պատահական զուտ որ մարդը իր հայերենով է խոսում դա գրանցում են որպես լեզվի արատ եւ 25000 դրամ էր հատկացնում։ Իսկ խոսքը հենց արատի մասին է, թե պարզապես արևմտահայերեն խոսելու համատեքստով որոշակի խոչընդոտ ունենալու մինչեւ ինտեգրվելը։ Խոչընդոտ չկար, այդ մարդիկ չգիտեին էլ։ Ես ոչ միայն սիրիահայերին էին գրանցում։ Եթե հանրակրթությունը արևելահայերենով է, հավելյալ ջանքեր անհրաժեշտ չեն, որպեսզի փորձեն կամ կրթական ծրագիրը փոխել ներառելով նաեւ առաջի դասարան իհարկե ոչ։ Խնդիր չկա, այսինքն ոնց որ նույն բարբարով խոսացող մարդուն գրանցես որպես լեզվի արատ ունեցող մարդ։ Խնդիր դրա մեջ է եւ օրինակ նման խնդիր կա։ Իսկ մնացածը իհարկե մեր հասարակությունը չգիտեմ նույն Ղարաբաղի հայերի կենցաղային մակարդակում ասենք այդ չկա այդ ատելությունը եւ մնացածը։ Նաեւ դաժե մեր լեզվի մեջ կա այդ արտահայտությունները էլի, որոնք պրոստը տենց համընդհանուր իբր մշակութային եսին ինքն է, բայց ինքը ներառում է այդ բանը։ Անաղոհած քրդիշուն արտահայտությունը եւ մնացածը ասեմ։ Շնորհակալություն։ Մենք կարող ենք անցնել հաջորդ հարցին։
Մեր հեռուստադիտողներից Կայնե Համբարյանն է հարցնում. Հայաստանում հաճախ լսում ենք, որ փոքրամասնությունների ներկայացուցիչները ենթարկվում են բռնության, բայց մեղավորները միշտ չէ, որ պատժվում են։ Ինչ համակարգային փոփոխություններ են պետք, որ դա փոխվի։ Պարոն Շամոյան, կուզեմ դուք պատասխանեք այս հարցին եւ անդրադառնալով այն կոնկրետ առաջարկներին, որոնք կարող են օգնել, որ այս իրադրությունը փոխվի եւ նաեւ ուշադրություն դարձնենք, որ հեռուստադիտողները նույնպես նկատում են այդ, որ փոքրամասնությունների խնդիրներին առնչվող դեպքերի ժամանակ պատիժները միշտ չէ, որ վրա են հասնում։ Իրականում բռնությունը միայն ֆիզիկապես չի, հա, որ կարող ենք պատկերացնել, տարբեր նաև այլ հոգեբանական, հա, դրսևորումներ էլ կարող ստանալ, բայց ընդհանուր նաև մեր վերջին տարիների հարցումները ուժային կառույցներից տվյալներ ուզելու հանցագործությունների, որոնք կատարվել են, հա, ենթադրյալ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, սովորաբար ստանում ենք 0 պատասխան, որ 0 դեպք, այսինքն չի եղել ազգային խտրականության հիմքով հանցագործություն կամ բռնության դեպք։ Մենք նաև մի քանի այդպիսի դեպքեր էինք արձանագրել, որոնց մասով նաև հետաքննություն էինք վարում, բայց վերջում քննությունը նորից ամեն գնով հանգում էր նրան, որ այո, եղել է դեպք, եղել է հանցագործություն, բայց դա չգիտեմ, կենցաղային հողի վրա է եւ կարծես թե այո, մենք խուսափում ենք, հա, մեր պետական մարմինները վիճակագրություն վարելու հանցագործությունների, որոնք նաև այդ հատկանիշով են իրականացվում։ Իսկ այլ ընտրանքային վիճակագրություններ կան, օրինակ ձեր հասարակական կազմակերպության կողմից արված։ Այդպիսի վիճակագրություն ցավոք սրտի կազմակերպությունները հաճախ մենք փորձել ենք անել, բայց շատ իրարամերժ նաև հաճախ պատկեր է ստացվում եւ բնականաբար սա ավելի շատ նաև պետական մարմինների ավելի արդյունավետ լուծելիք հարց կարող դառնալ, բայց ցավոք սրտի մեր ուժային կառույցներում թե հանցագործությունների եւ տարբեր տեսակայլ իրավախախտումների վիճակագրություն առանձին այդ հենց հիմքով, ազգային խտրականության հիմքով չի վարվում եւ մեծապես գուցե սրան կարող օգնի հենց իրավահավասարության ապահովման եւ հակախտրականության միասնական օրենսդրության ընդունումը, ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը, որտեղ կարծում եմ հնարավոր է գտնել այդպիսի կարգավորումներ, որով կարող ենք նաեւ ստանալ այդ պատկերը։ Շնորհակալություն։ Հաջորդ գրառումը խնդրեմ։ Ջաղասպանյան Արեգից, Արեգը գրում է ինչու մարդիկ հաճախ չեն միջամտում, երբ խտրականությունը իրենց ուղղված չէ եւ արդյոք այդ քայլով իրենք խտրականություն չեն կատարում, ինչ քայլեր են իրականացվում խտրականության դեմ պայքարում։ Եթե փորձենք այսպես, հա, իմի բերել հարցը գլխավոր կետը, Արեգը նշում է, որ մարդիկ հաճախ չեն միջամտում, երբ որ դա իրենց չի վերաբերում, այսպես հարմար է, գիտեք, ինձ չի վերաբերում եւ ես մի կողմ կկանգնեմ, բայց բոլորը ցանկանում են ապրել այսպես պաշտպանված եւ իրավունքի գերակայությամբ։ Հատկապես որ շատերը մտածում են, որ իրենց խնդիրներն իրենց բավարար են եւ չարժե հավելյալ խնդիրներ ունենան։ Այո, ինչ կասեք, ինչ եք կարծում այս հարցի հետ կապված։ Կցանկանայի անդրադառնալ նախորդ գրառմանը ու պատասխանել այս գրառման հետ կապված։ Համակարգային փոփոխությունը ես տեսնում եմ կրթությունից սկսած։ Օրինակ ավագ դպրոցից կարող են սկսել ուսումնասիրել գենդերային ինքնության եւ սեռական կողմնորոշվածության վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում գործերի կարճելը կամ դա չդասակարգելը որպես սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով բռնություն որակելը։ Ինչու չեն միջամտում։ Հասարակությունը վախենում է դրա LGBT համայնքին աջակցելը։ Այսինքն կա հասարակության մի շերտ, որ ցանկանում է աջակցի, սակայն ոչ հանրային կերպով։ Իրանք աջակցում են օրինակ շատ փակ խմբերում, չգիտեմ, ինչ որ այլ տարբերակներ են, հա, դիտարկում դա անելու, բայց ոչ հանրային կերպով։ Ինչի համար են վախենում, որովհետև հասարակության արձագանքը այնքան վատն է, որ դու պաշտպանում ես LGBT համայնքի ներկայացուցիչներին, որ այդ մարդը չի ուզում իրան թիրախի տակ դնել ու դրա մասին հանրային կերպով բարձրաձայնել։ Այսպիսի դեպքերը բազմազան են։ Մասնավորապես
մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում հոմոֆոբ եւ տրանսֆոբ, որ ատելությունը այնքան է շատացել, որ անգամ սպանության կոչերի է հասել։ Ու այստեղ այդ մարդը ով կցանկանա պաշտպանել LGBT համայնքին, ինքը չի ցանկանա, որ այդ ամբողջ ատելությունը գա դեպի իր վրա։ Հիմնականում սա է, որ չեն ցանկանում միջամտել կամ խոսել դրա։ Շնորհակալություն, Աննա, մենք կարծես մոտեցանք մեր թողարկման վերջին փուլին։ Այո, 5-րդ փուլում կանոնները ներկայացնեմ, 5-րդ փուլում մեր մասնակիցները հնարավորություն ունեն ամփոփիչ խոսքի եւ դրա համար ունեն 3 րոպե ժամանակ եւ խնդրեմ, պարոն Մանվելյան, ձեզնից սկսենք։ Դա։ Նայեք, խնդիրը այն է, որ երբ որ ինչ-որ մեկին դասում ես փոքրամասնություն, դա նշանակում է դու իր մասին ինչ-որ բան գիտես։ Դու իրան արդեն որակումներ ես տալի եւ այլն։ Պետք է հիշել, որ մենք հիմնականում տեղյակ չենք մեծամասնության կարծիքների։ Եվ ոնց որ ասացի, մենք միակ բանը, որ ուրիշ մարդու մասին գիտենք, նույնիսկ եթե այդ մարդը ձեր հետ նույն տարածքում է ապրում, մեծանում եւ այլն, դա այն է, որ ինքը ունի հացի, ջրի, ջերմության, բուժօգնության, կրթության կարիք։ Միակ բանը, որ մենք գիտենք։ Ուրեմն առաջնային, եթե մենք դա բոլորին հավասարաչափ հասու է, բոլորը ապահովված են, նույնիսկ եթե դու, չգիտեմ, դատապարտված ես, եթե նույնիսկ մարդասպան ես եւ այլն, դու միևնույնն է իրավունք դա պետքա ունենաս, այդ մինիմումները։ Քանի այդ մինիմումները ապահովված չեն, մնացածը անընդհատ դա նշանակում է պարտակել այդ խնդիրները։ Այո, խնդիրը այն է, որ ոչ թե պետությունը абստրակտ, այլ պետությունը ներկայացված է շատ հստակ ինստիտուտներով եւ այլն։ Դրանք հոմոֆոբ են, այսինքն քնիչները, մնացածները եւ այլն շատ հեշտ թաքնվում են այդ մեծամասնության կարծիքի, մեծամասնության իրավունքների, այսպես կոչված, հետևում։ Իբր թե իրանք հոմոֆոբ լինելով ներկայացնում են ինչ-որ ավանդական արժեքներ, ավանդական իբր թե, հա, հասկանում եք, մանավանդ շատ տարօրինակ է դա, երբ որ այդ ուժային կառույցների ժողովուրդն է դրանով զբաղված, ովքեր որ իսկականից իրանք էլ են շատ վայրենի իրականության մեջ աշխատում։ Եթե տեսնեք իրենք ոնց են հանգստանում, իրանց ժամանցը եւ այլն, կամ նույն, չգիտեմ, երբ որ շփվում ենք մարդկանց հետ, ովքեր օրինակ սեքս աշխատանքով են զբաղված, եւ շատ հաճախ իրենց մշտական, ասենք, այսպես հաճախորդները դրանք լինելու են բարձրաստիճան ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Պետք է հիշել նաև, որ այդ բռնությունը հոմոֆոբիայով դրդված կամ յուրաքանչյուր բռնությունը ինքը սպոնտան չի լինում գրեթե երբեք։ Ինքը լինում է ուղղորդված։ Այսինքն մարդիկ կարող են լինել, չգիտեմ, հոմոֆոբ եւ այլն, բայց մի բան է լինել ուղղակի հոմոֆոբ, մի բան է գնալ եւ ջարդել մեկի դուռը, մտնել եւ այլն։ Եվ հետո արդարանալ, ասենք, դրանով։ Դուք այդ այ, չգիտեմ, ամփոփելով այդ կուզեմ ասեմ, որ մեծամասնության կարծիքը մեզ հայտնի չէ։ Հենց որ մեկը խոսում է մեծամասնության անունից, դա սուտ է։ Շնորհակալություն, պարոն Մանվելյան, խնդրեմ, դուք կարող եք ամփոփել ձեր խոսքը։ Շնորհակալություն։ Կուզենայի չխոսեցի նաև խնդիրների մասին, որ խնդիրները բազմաշերտ են, սկսած կրթությունից, ավարտած առողջապահական ծառայությունների հասանելիությունից, մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունում չկա կարգավորված հեռափոխության մասին օրենք, չկա հորմոնաթերապիայի մասին հստակ ընթացակարգեր ու տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչներից շատերը դուրս են մնում այդ հասանելիությունից ու մեր բազմաթիվ նամակներ առողջապահության նախարարությանը մնում են անպատասխան կամ գալիս են այն պատասխանով, որ մեզ չի բավարարում։ Միայն առանցին խնդիրը նաև գենդերի իրավական ճանաչումը, երբ որ տրանս անձիկ կարողանում են փոխել իրենց անունները, բայց չեն կարողանում փոխել իրենց անձնագրում սեռի նշումը։ Այսինքն արտաքինից դու տեսնում ես կին, բայց իր անձնագրի մեջ տեսնում ես արական սեռի նշումը, ու սա մեծ խնդիր է առաջացնում, ու ստեղից է գալի խտրականությունը։ Բանկերում, տարբեր պետական հաստատություններում, երբ որ բացում են անձնագիրը, տեսնում են արտաքինից այլ է, բայց սեռի նշումը այլ է։ Այդ նույնը օդանավակայաններում խտրականությունը այնքան բազմաշերտ է ու
բոլոր տեղերում են խտրականության ենթարկվում, որ այս եթերը չի բավականացնի այդ ամեն ինչի մասին խոսելու վերաբերյալ։ Պետության պարտավորվածությունը պետքա լինի պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու իրավունք, այդ թվում LGBT-ի անձանց, որտեղ մենք հասարակության լիիրավ անդամ ենք։ Ես հարկ եմ վճարում, մենք հարկ ենք վճարում, որպեսզի ոստիկանությունը մեզ պաշտպանի, բայց հակառակը մենք մեզ պաշտպանված չենք զգում։ Արտագաղթ այնքան բարձր ցուցանիշ է կազմում այս վերջի տարիների ընթացքում, որ հիմա չեմ կարող թվերով ասել, բայց բարձր ցուցանիշ է կազմում։ Երբ որ մարդիկ իրենց անվտանգ չեն զգում այստեղ եւ ուղղակի ուզում են փախնել այս երկրից։ Շնորհակալություն։ Պարոն Շամոյան, 3 րոպե ունեք ամփոփելու համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս բանավեճի համար եւ նշել, որ մեր ինքնությունները, տարբեր ինքնություններ ունենալը առհասարակ բաժանարար գիծ չի նշանակում եւ մեր ինքնությունները դրա մեր հիմքերն են, մեր արմատներն են եւ երբեք չպիտի սա դառնա տարբերությունների կամ խտրականության պատճառ եւ մյուս կողմից տարբեր ինքնություններ ունենալը նաեւ հասարակության ու պետության հարստությունն է ու իրական հարստությունը հենց նաեւ բազմազանությունն է ու բազմազանությունը գնահատելու մեջ է ու կարծում եմ ուժեղ ու կենսունակ պետություն կարող է լինել այն պետությունը, ով հարգում է այդ բազմազանությունը եւ բավարար հնարավորություն է ընձեռում նաեւ իր երկրում ապրող այդ բոլոր բազմազան խմբերին լսելի լինելու եւ իրենց իրավունքները բավարար չափով պաշտպանված լինելու։ Քանի որ հաղորդման ընթացքում բոլոր այն խնդիրների մասին, որոնք առնչվում են ազգային փոքրամասնություններին, խոսելը ժամանակի առումով շատ ժամանակատար կարող է լինել, բայց ես մեծ հույս ունեմ, որ նաև ազգային փոքրամասնությունների խնդիրները էապես կարող են դառնալ հանրային օրակարգի առարկա, հա։ Եվ այսօր էլ ցածր տեղեկացվածությունը ընդհանրապես ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, դրա էությունը հասկանալու ցածր տեղեկացվածությունը շարունակում է խնդիր մնալ, շարունակում է մեծ խնդիր մնալ ազգային փոքրամասնությունների քաղաքական ու հասարակական մասնակցության խնդիրը եւ արդյունավետ մասնակցության խնդիրը, որովհետեւ իրականում այո օրենսդրական մակարդակով կան որոշակի մեխանիզմներ, որով ազգային փոքրամասնությունները մասնակցում են երկրի հանրային, հասարակական ու քաղաքական կյանքին, բայց թե ինչքանով են այդ մեխանիզմները արդյունավետ, սա վիճելի հարց է։ Շարունակում է մեծ խնդիր մնալ եզդի համայնքի համար, ինչպես արդեն հաղորդման ընթացքում նշեցի, կրթությունից երեխաների դուրս մնալու խնդիրը, վաղ ամուսնությունների բացասական պրակտիկայի խնդիրը եւ այս ստերեոտիպները տարածված, որոնք նաև հաճախ կան հանրային ընկալումներում, որ դա եզդիների մոտ ավանդույթ են, ավանդույթներ են ձևավորված, շատ հաճախ դառնում են պատնեշը, որ այս խնդիրները բարձրաձայնվել եւ լուծումներ ստանալ ինստիտուցիոնալ մակարդակում։ Եվ ես հույս ունեմ, որ այս բոլոր խնդիրների մասին, քանի որ նաև գտնվում ենք նախընտրական, այսինքն ընտրական տարում արդեն, եւ այս խնդիրները իրապես կդառնան նաև հանրային օրակարգի առարկա եւ չեն մնա լուսանցքում։ Շնորհակալություն, պարոն Շամոյան։ Տիկին Հովհաննիսյան, խնդրեմ ձեր ամփոփիչ խոսքը։ Փորձեմ անդրադառնալ հանդիպման ընթացքում քննարկված թեմաներին առավել հակիրճ, կնշեի նախ առաջինը ցանկանում եմ նշել բոլոր այն հարցերը, որոնց բախվում է հասարակությունը եւ որը վերաբերում է մարդու իրավունքներին, անկախ դրա նվազ կամ առավել շատ քննարկված լինելուն, պետությունը եւ նաեւ մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է եւ չկա որևէ առաջնահերթություն որևէ իրավունքի վերաբերյալ առավել մեծ ջանքեր կամ առավել մեծ ռեսուրսներ կենտրոնացնելու եւ առավել քիչ ռեսուրսներ կենտրոնացնելու մեկ այլ հարցի վերաբերյալ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, հավասարաչափ գտնվում են պաշտպանի եւ ուշադրության կենտրոնում։ Անդրադառնալով նաև նախորդ փուլի ընթացքում մեկնաբանություններին, հատկապես վերջին մեկնաբանությանը, որը ենթադրում էր չմիջամտել խտրականության դրսևորմանը, այո նշեմ, որ
չմիջամտելը ունի մի քանի հիմնական պատճառ։ Առաջինը հենց հասարակության կողմից այո չընկալվելու եւ լրացուցիչ քաշքշուկների մեջ չներգրավելը որպես խնդիր պաշտպանի եւս դիտարկել է եւ նորից անդրադառնալով հանդուրժողականության, ատելության խոսքի բացառման կարեւորությանը դա եւս մեկ հանգամանք է, որից խուսափելով պայմանավորված մարդիկ լրացուցիչ քաշքշուկների մեջ ներգրավելու համար զերծ են մնում անդրադառնալու կամ բարձրացնելու այդ հարցերը, նաև անդրադառնալով իրավասու պետական մարմինների եւ կրթության հատկապես դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում վերապատրաստման կարևորությունների մասին եւս պաշտպանը արձանագրել է եւ նշել, ինչպես ոստիկանության համակարգում ուժային այլ կառույցներում կամ համապատասխան պետական մարմիններում, նաև ուսուցիչների կողմից գերզգայունություն, քանի որ հարցերը ենթադրում են գերզգայունություն, անհրաժեշտ է կատարել լրացուցիչ վերապատրաստման կամ այլ աշխատանքներ, որպեսզի անձիկ որոշակի կրթական բազա ունենան տվյալ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու եւ ճիշտ գնահատականներ տալու հարցերին եւ այո այս հարցերի վերաբերյալ եւս առարկայական ուսումնասիրություններ իրականացվել են, նաև ներկայացվել են մեր աշխատանքներում։ Նաև անդրադառնալով առարկայական այն թեմաներին, որոնք քննարկվեցին եւ նախարարությունների հետ գրագրություն վարելու եւ քրեական վարույթների շրջանակներում, կխնդրեմ տվյալ հարցերի վերաբերյալ, քանի որ այս պահին ինֆորմացիա առավել մանրամասն չկա եւ ես չեմ կարող ներկայացնել ինչ գրագրություն ա վարվել կոնկրետ քրեական վարույթի շրջանակներում կամ նախարարության հետ ինչ գրագրություն է վարվել, որը օրինակ ձեզ չի բավարարում, կխնդրեմ լրացուցիչ հայտնել թեկուզ հաղորդումից հետո մենք փորձենք նորից ուսումնասիրենք, տեսնենք ինչ աշխատանքներ են իրականացվել կամ պաշտպանել լրացուցիչ ուսումնասիրության առարկա դարձնի տվյալ հարցերը, որոնք եւ օրենսդրական փոփոխությունների, ինչպես նշեցիք, շրջանակներում կարող են քննարկվել կամ ռեսուրսներ լրացուցիչ ներգրավելու հարցերը կարգավորելու համար, այսքանով երևի շատ այլ հարցեր կան, երևի չհասցրեցի անդրադառնալ, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ այս մեկ հարթակ ստեղծելու եւ խնդիրները առարկայացնելու համար։ Այսքանով երևի սա։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան, շնորհակալություն հարգելի հյուրեր հրավերն ընդունելու եւ քննարկմանը բանավեճին մասնակցելու համար։ Մենք ավարտեցինք մեր այսօրվա հաղորդումը, շնորհակալություն հայտնենք նաև մեր հեռուստադիտողներին, որ ակտիվորեն մասնակցել եւ հարցեր էին ուղարկել մեզ, շարունակեք այդպես եւ ծանոթացեք մեր հաջորդ շաբաթվա թեմային Բունտիվի սոցիալական հարթակներում, այո, Facebook-ում եւ Instagram-ում։ Մենք կհանդիպենք ամեն շաբաթ օր երեկոյան 8-ին, կսպասենք ձեզ։ Հաջողություն։